Ախ ինչ գյուղացի, մենք գյուղացի մարդ ենք, հասկանում ենք, ամեն ձևի էլ կյանքը տեսնում ենք, հասկանում ենք, արա այդքան նստել եք, դեր համար դոլար եք, պարքվատրում եք, միուս եք, թոշակ չեք բարձրացնում, գյուղացում չեք ապահովում ջրով, բա ինչ եք ուզում գյուղացուց, բա դու ինչով եք սնվում, այդ շուկաներից, որ այդ ապրանքն առնում եք, այդ գյուղացում չի, գյուղացին աստեղս է։ Փաշինյանն ասաց 3000 դրամ կարծեմ բարձրացրել են թոշակը։ 3000 դու պահի իրեն, շնորհակալ եմ։ 3000-ը մենք ստարնիշն եմ, ես աշխատեմ։ 3000-ով թոշակ բարձրացնել էդի ոչ մի բան է, ինչ 3000։ Այսինքն, այստեղ սահմանամերձ գյուղ ենք ապրում։ Աշխատատեղը լի, այս ժայել հարցերը, այդքան աշխատեն գոնե իրանց համար։ Մենք էլ ժանդամը կասենք, կնստենք տունը երեխեքից սարված կլենք։ Շատ կներ եկել հենա, տես բանակից եկելա ջահել տղա։ 2005 թվից այդ բանա, պարապ, սարապ, ինչ անի այդ երեխեն, այդ ջահելն ինչ անի, ցավը տանեմ, ասա։ Լավ, ասի թե խաղաղությունի, պատերազմական շրջան չի, տղաները չեն բարձրանում, ասենք, սարերը, պոստերը, դիրքերը, աշխատավարձ չեն ստանում, բա այդ գյուղը ոնց պետք է ապրեր։ Հա, ոնց պետք է ապրեր։ Մի հոգի, ասենք, պահեցիր հնարավորության սահմաններում 4 կով, մի 20 ոչխար, ասենք, այդքանը պահեցիր։ Դրանից էան հնարավորություն չունի։ Պետք է նոր ասեց, խոտը խաղել տուր, հավաքել տուր, տուկել տուր, բերել տուր, էդի սաղ փողա։ Մի 1000 տուկի համար, պրեսի համար, մի 100,000 փողա պետք, որ դու դաշտից տեղափոխես տուն։ Մեր գյուղը հնուց։ Դե այսքան է, ինչի ապահում անասունը։